Աստծո ներկայությունը դեղը չէ, որ գերտանք, հապա կյանքն է, որ գաբրինք։ Ասիկա ներշնչումն էր, որ ես ունեցա, ներշնչումը, որովհետև շատ հավատացյալներ, այլևս այս փարերը Աստծո ներկայության երթալ, սկսած են իբրև գրոնական մոտեցում տեսնել իբրև դեղը, որ պետք է երթան։ Եվ անոր համար այդ հասկացողությունը զարգացած է, եւ որ եկեղեցի երթամ Աստծո ներկայության երթամ, եւ որ ասինչ դեղի երթամ Աստծո ներկայության երթամ։ Մարդիկ այլևս Աստծո ներկայությունը գաբած են դեղի, եւ ասիկա դարձած է գրոնական, եւ որ փամը որևէ մեկ բան գրոնական լա թարնա, այլևս իր ուժը եւ արժեքը կգործընծնե, որովհետեւ փամը գրոնականեն դուրս չի գար, գրոնականը բադը գախված բադգերի մբես է, գրոնականը սարած բադի մբես է, չի կրնար քեզի փամը դալ, նույնիսկ եթե թուն շատ կարևոր փամը, ամենակարևոր բանը, Աստծո վերապերող, Աստծո ինքնության վերապերող բանը, գրոնականի կվերածես, անիկա քեզի փամը չի կրնար դալ։ Միան խիղճը դե որ թուն կրնաս շարժել այդ բանը ըրածադենդ, բայց իրական գենթանությունը չի կործեր քու կյանքիդ մեջ։ Ուրեմն այսօր կուզեմ այս մասին խոսիլ, որովհետև մարդիկ շատ անգամ գաղութեն, բաներ գնեն, հոգևոր բաներ գնեն, եկեղեցի կան, որպեսզի այդ կործերը ընելով, այդ չանքերը ընելով Աստծո ներկայության երթան։ Թեև եկեղեցի երթալը սխալ չէ, աղոթելը սխալ չէ, մեգեմը աղոթ խնդրելը սխալ չէ, ցերկ տնելով աղոթելը սխալ չէ, ասոնք բոլորը ճիշտ են, լավ են, բայց այս բոլորը, եթե կապված լա փամը ընելու, կնշանակե թուն չանք կնես դեղը հասնելու։ Եվ ադիգա հիմնական արգելքն է, որովհետև Աստծո ներկայության հասնելու համար թուն դեղը երթալու բեք չունիս, վիճակիմը հասնելու բեք չունիս, փամը ընելու բեք չունիս, որովհետև Աստծո ներկայությունը քու մեջը դե։ Եվ որ թուն չանք կնես դեղը երթալու, թուն բնականաբար գզրգես թուն քեզի այդ իրականութենեն, այդ խաղապարեն, այդ համոզումեն, դե ինք արդեն մեջը դե։ Հետս է դե կսկսիս քու մեջդ գտնվող Աստծո ներկայության հետ քու գաբդ խզել, առանց իր մենեղվելու, առանց անհավատալու, առանց մեղքի մեջ ինալու, կապ չունի, կսկսիս քու ներսիտիդ գտնվող Աստծո հետ քու գաբդ խզել, եւ բնականաբար գետրոնացումը դլա չանքերուտ վրա, որ դու մի հասիս դեղը, կսկսիս չանքերովդ բաներ անել, որպեսի արժանի լաս իր ներկայության, եւ երևակայ քու իսկ մեջդ այս բզդիկ մարմինին մեջը ինչքան հերավորությունը ստեղծեցիր այդ խաղապարով։ Անոնհամար անընդունելի է, որ մենք գրոնական մոտեցումով Աստծո երթանք, Աստծո թիմենք, ներկայությունը փնտրենք։ Մենք պետք ունենք իր ըրածը նկատի առնելու եւ ադոր մեջ զորանալու, հիմնվելու, հաստատվելու, որբեսի իր մեզի դվածը վայելենք, ոչ թե իր դվածին գողքին մենք գրոնական համոզումը դուրս բերենք, որ մեզի օրմնալ դեղը չի գրնար հասցնել։ Հետևաբար շատ կարևոր է, որ մենք այս մասին հասկանանք, ավետարանները երբ գարտանք ավետարանը, մենք կտեսնենք, որ մեզի ազատարար ճշմարտություն կուտա, ավելի խորունկ, ավելի իրական ճշմարտություն մը գահիտնե մեզի ավետարանը, մենք չէ որ գերտանք Աստծո ներկայության, հապա Աստծո ներկայության մեջն է որ գարթնանք։ Հետևաբար մենք Աստծո ներկայության չենք երթար, մենք գաղութենք եւ գսենք դերես ներկայությանդ կուքամ, փնավ գապ չունի, որ ես ջամփա գելեմ, քայլեր գառնեմ, ինքնաշարժ գառնեմ, օթանավ գառնեմ, դեղ մի երթալու, որ Աստծո ներկայության հասնիմ։ Եվ որ ես գսեմ դեր քու ներկայությանդ կուքամ, ես զգացումներես մարդկային ես, աշխարհային են, այնինչ որ Աստծո գամքին հագարակ բամն է, այս աշխարհին առօրյային զգացականին կպատկանի, ես այնտեղ են գելեմ դեպի հոգևոր ինքնությանս մեջ իր ներկայության գալու։ Հետևաբար շատ կարևոր է որ մենք այս մեկը նկատի առնենք եւ դեղը երթալեն փոխենք, գրոնականեն փոխենք եւ
բարձորեն հասկանանք եւ ընտրենք, որ մենք իր ներկայության մեջ գարթնանք։ Ավետարանը միշտ մեզի գայտնե, որ մենք իր ներկայության մեջ գարթնանք։ Ղուկաս ավետարանի մեջ կսե Աստծո թագավորությունը օր մնալ դեղը պիտի չգտնեք։ Օր մնալ դեղը պիտի չսվի, որ ահոս է ահոն է, որովհետև Աստծո թագավորությունը ծեր ներսիտին է։ Ծեր ներսիտին է։ Աստվածաշունչի մեջ երբ մենք կտեսնենք, որ Աստված իր ժողովրդին գուկա եւ գուզե թաս մտալ, որ ժողովուրդը այլևս գրոնական եւ գրաբաշտական գրաբաշտության ճամփաներեն վերաթարնան թեպի իրական աստվածպաշտության, անաբադի մեջ երբ դերը գահանտիբի ժողովրդին, անգևերջ Մոսեսի միջոցով գսե նայեցեք, դեսեք, դուք իմ ներկայությունս տեսաք եւ լսեցիք, եւ իրենք լուրջ ահութողի մեջ էին, եւ Աստված ադովս էլ գուզե այլևս ասկե յետ ուրիշ բատկերներով, ուրիշ ցևերով, ոչ երկնայինի մեջ, ոչ երկրավորի մեջ, ոչ զովում մեջ գտնվածներում միջոցով զիս փնտրեցեք, որովհետև իմ իրական ներկայությունս եւ անոր ազդեցությունը եւ ցկած դպավորությունը հիմա դուք ճանցակ, անգեզատ ուրիշ ցևով Աստված չփնտրեք, ձեր սկացումները ձեզ չխապեն, Աստված գուզե, որ մենք մեր մեջ թրված ցևերով իրեն հասկանանք եւ ընտրենք։ Ոչ թե միջոցներ որդեքրելով։ Սկիզբեն ի վեր Աստված այդպես ուզած է, որովհետև այդպես է ստեղծեց Ադամին։ Ադամ դպրոց չքնած Աստծո ցայնը լսելու, Ադամ դեղը չքնած Աստծո ցայնը լսելու։ Հակառակ մենք կտեսնենք Ադամ նստած կլար Աստված իրեն այցելության գուքար։ Չենք տեսներ, որ ինք դեղը գերտար, հաբա հակառակ Աստված ինք այցելություն կներ։ Տեր Հիսուսին չսավ, եթե զիս սիրեք, իմ պատվիրաններս գադարեք, ես ու հայրը պիտի կանք ցեզի օթևան պիտի ելանք ծեր մեջը։ Այսինքն մեր կյանքի մեջն է, որ ինքը պիտի կա, ինքզինք պիտի հայտնի։ Հետևաբար մենք Աստծո ներկայության մեջն է, որ գարթնանք։ Աստծո խոսքին համապատասխան կյանքը երբ գաբրինք, մենք մեզի կգտնենք, որ ավելի եւ ավելի գարթնանք իր ներկայության մեջ։ Այս խոսքը գուղվի այդ մարդոց, որոնք ընդհանրապես միայն գիրագի օրը Աստված ճաշտություն կնեն։ Այս խոսքը գուղվի այն մարդոց, որոնք կսեն, ես գարթալ չեմ սիրեր, ես աղոթել չեմ սիրեր, աղոթեմ նեկունս կուկա, գարթամ նեկունս կուկա, որովհետև վարժված չես, տուն կեզի վարժեցուր, ամենահամով գերագուրեն ավելի համով գլաստո ներկայության մեջ։ Հետևաբար Աստծո խոսքին մեջ գենալով է, որ անոր ներկայությունը ավելի կսկսի մեր ներսիտին հստակ ըլլալ։ Կսկսիս ըմբռնել Աստծո խոստումները ավելի, երբ իր ներկայության մեջ արթնաս, որ ան գխոսի քու ինքնությանդ համար։ Կսկսիս ըմբռնել այդ իրականությունը, որ կվերապերի քու ինքնությանդ։ Այլապես չես կնար ըմբռնել, եթե իր խոսքին համապատասխան չկալես։ Եթե մենք փորձենք փորձառությունը դեղը երթալու գաբել, վարժվել դեղը երթալով Աստծո ներկայության հասնել, մենք փնավ իրական իր ներկայության փորձառությունը չենք սորվիր։ Իրական Աստծո ներկայության փորձառությունը կսորվիս եւ փորձառությունը գավելնա, երբ լուր կնստիս, խոսքը կգարտաս, անցդ կհանցնես, սիրտդ կդրամատրես իրեն միտքիդ այս աղմուկեն թունքեզի անչադելով, հետս հետը կտեսնես փորձառությունը գավելնա կյանքիդ մեջ։ Ես երբ սկիզբը դիրոջ ներկայության գաղոթեի եւ բավական կխոսեի, ինչեր կխոսեի, ես կզարմանամ ինչեր կխոսեի, ինչ պետք ունիս հասկան բան խոսելու։ Եվ վերջավորության ալ մեկ վարգյան ժամանակ կուտայի իրեն, որ հիմա դեր քու ժամանակը դե, եթե ասելիք ունիս ասե։ Ճիշտ այսպես։ Այսինքն երբ որ շատ կխոսեի, ժամով կխոսեի։ Երևակայեցեք ես որ այդքան խոսող չեմ, ժամով կխոսեի։ Իրեն ալ կուտայի մեկ վարգյան, ինչ լսեցի, կարծես բադիժ էր իրեն, մեկ վարգյանեն ամեն ասելիքներդ պետք է ասես, եւ վերջ, բայց ժամանակի ընթացքին, տեսեք ինչ եղավ, այդ երկար ժամերով խոսիլը, սկսավ բաքսիլ, փոխարեն այդ մեկ վարգյանը, որ իրեն կուտայի, ադիգա սկսավ ընդլայնիլ, որովհետև
Այլևս իմ զգացումներս սկսան ենթարկվել այդ աղոթքի բահուն Տիրոջ ներկայության, եւ ես զգացական արտահայտություններ պետքերս խոսելու այդ ժամերը բեք չունեի, որովհետեւ վստահությունս ավելցած էր իրեն հանդեպ։ Եվ հետևաբար բացեցան անոնք եւ սկսավ իր ներկայությունը ավելնալ։ Եվ վերջը լեզուները մտան, վերջը լեզուներով երգերը մտան, վերջը աղոտ քրելները եղան, վերջը հայտնությունները եղան, վերջը հրճագումները եղան, այլևս ամբողջ քրավվեցավ։ Ես այսօր երբ աղոթքի գնամ, նախքան բարերը փերանես ելլե, մեկվան իմ գեցած դերիս մասին կմտածեմ, ես հիմա ուր եմ։ Ես հիմա ոսին չկնեմ։ Եթե այդ մեկը չնեմ, գիտեք հազիվ ձունգի կամ պիտի աղոթեմ լեցունը սելիկ ունիմ։ Լեցունը սելիկ ունիմ, զգացումներս ուրախ չեն։ Թշկոհեմ, գրիվ կա, բادرազմ կա, ադիկա կա, տրացին այսպես երավ, օտոն արջևս գդրեց, մարդա այդպես նայեցավ, արդու պարև չի, ինչեր գրնայել էլ։ Կանոք եդս է, կանոքի նգադած է իրանցը ինչեր գրնա խոսիլ, եթե տուն մեկատ չզսպեսինք, միշտ սելիկ ունի, միշտ դրդուն չունի։ Երևակայեցեք մարդուն դրդուն չէ 40 տարի ցանցրացուց աստծո։ Կնակ Երևակայել դրդուն ինչ մեծ բան է։ Երևակայ եթե Աստված դրդուն չեն ցանցացավ, քո հոգիդ ինչ եղած է, ինչքան լուր մեկ կողմ քաշված է, գլուխը պարսացնելու ուժ չունի վրան այլևս։ Մեկ կողմ քաշված է, անունը հավատացյալ է։ Հետևաբար շատ կարևոր է սիրելիներ, որ մենք արթուն գիտակից ելանք։ Ուրեմն Աստվածաշունչը մեզ հետևյալը գսե, չեք գիտեր թե Աստծո դաջար եք դուք։ Եվ թե Աստծո հոգին կփնագի ձեր մեջ, այբ Կորինթացիս 3 գլուխ 16-րդ համար, Կողոսացիս 1:27 հետևյալը գսե, Քրիստոսը ջանցնել ցեզի քալիք парքին հույսովը։ Շատ կարևոր է Քրիստոսը ջանչնալ, որովհետև քալիք парքին հույսը քու մեջդ իրեն ջանչնալեն գուքա։ Իր մասին գիտնալեն չի կար։ Դու ուսուն գարնես, որբեսի հոգևորաբես Ճիշտը սխալեն զանազանելու կարողություն ես, միտքդ նորոգես Աստծո խոսքով, բայց խոսքը գիտնալեն չի կար Քրիստոսը ջանչնալը։ Քրիստոսը ջանչնալը նվիրում է գուքա, առօրյայիդ մեջ ցանկի վերածելեն գուքա, քու սիրտդ իրեն հանցնվել են գուքա, ուրիշ ցևով չի կար իրեն ջանչնալը։ Իրեն ջանչնալը չանկի բեք չունի, դու մինչև արդու չանկրե, եթե ինքը քեզի չէ ընդունած, դու դեղ մնաչես կնարասնիլ, փա մնաչես կնարնել, բայց եթե ինքը քեզի ընդուներ է հավատքիդ միջոցով, այլես չանկնելու բեք չունիս։ Քու զգացումներդ սխալ են, եթե կգարձես, որ դերը քեզ մեհերու է։ Քու զգացումներդ քեզի կխապեն, եթե կգարձես, որ դերը քեզ մեհերու է, որովհետև այն օրը, որ դու դերը ընդունեցիր, այլևս ինքը քեզ մեհերու չէ բնավ։ Եվ միշտ պատրաստ է քեզի հետ հաղորդակցիլ, դու միայն վարժությունները զանազանությունը ունեցիր, որ զգացումներուդ մտիկ չնես, հավատքիդ մտիկ գնես։ Հավատքդ քեզի համար շատ ավելի դրական կխոսի, քան քո ամենասիրելի զգացումներդ։ Հավատքդ անխդիր առանց սխալելու քո մասիդ պիտի մտածե, Աստծո գամքը քեզի պիտի հայտնե, ճշմարտությունը, որուն վրա ամեն ինչ կհիմնվի քեզի պիտի հայտնե, բայց քո զգացումներդ ամենափափակելի բաներդ քեզի չեն գնար այդ մեկը հայտնել։ Չեն գնար։ Հետևաբար քո հավատքիդ մտիկ ընել սորվե։ Եթե միտք ունիս, խաղապար ունիս, վիճակ մգա որ վրա տիրած է, թուն քեզի հարցում դուր քո անցիդ մեջ։ Սաղմոս գսե ով իմանցս հիշե Աստծո բարերարությունները։ Որ ներեց մեղքերդ, բժշկեց հիվանդը, հիշե իր հրացները, մորցերես տուն։ Գնաս Երևակայել, Դավիթ իր անցին հիշեցնե գսե, այս պայմանները շատ աստեցին քու վրատ քեվորք։ Դավիթ իրեն գսե, Դավիթ շատ աստեցին այս պայմանները քու վրատ։ Բեկե հիշես Աստծո գործերը, որ այս պայմաններուն աստեցութեն են շատ ավելի բարձր է։ Ինչ այս վիճակը այսպես չլար։ Անորոմար կարևոր է զանազանենք մեկը մյուսեն։ Եվ հարց տանք մենք մեզի։ Աստված ինչ կսե այս միտքին, զգացումին, վիճակին, որ ինձի հիմա հանդիպեցավ եւ վրաս կճնշե։ Աստծո կողմը ինչ կա խոսք, որ ասոր գսե։ Արդյոք դիրոճմով մենք ելք ունենք։
Երբ անցյալին թագավորները մարգարեներուն լուր գղրգեին գսեին ով Աստծո մարդը հարցուր Աստծո արդյոք Աստծո կով այս խնդիրին համար լուծում գա եւ պատասխանները մարգարեին գուկար քնա այսինչ թագավորին կամ այսինչ անցին ըսե Աստված այսպես կսե Աստված միշտ ըսելիք ունի բարականերուն բայց դու որում մտի կնես անորոշ շատ կարեւոր է հավատքիդ մտի կնես եւ ոչ թե ուրիշ բան Հավատքդ քեզի գուտա այն պատասխանը, որ Աստծո է։ Լա գարտացվածը, լա լսած քարոզը, լա իուղագի քեզի եղած հայտնությունը։ Եթե իրավես Աստված մեր մեջն է, անոր ներկայության երթալու խաղապարն ու փորձը չլար հոգևոր, հաբագլա մարդկային կամ հոգևոր չանքեր։ Այսինքն կրոնական չանքեր։ Եբրայեցիներուն ամագսե անոնք զոհեր գնային, միան իրենց խիղճը գանք չեր, լման չէին ներվեր, լման չէին մաքրվեր, լման չէին ազատագրվեր։ Եվ եթե մենք նկատենք, որ այսօր մխիտարվեցան, քարոզը լսեցինք, օ շատ զորավոր էր, շատ լավ զգացի, վաղը նորեն նույնը եղավ, իրականության մեջ դու նորեն մեկ հատ քարոզիչու բեք չունիս։ Դու քարոզը մարսելու պետք ունիս։ Քարոզը քու կյանքիդ առօրյայի մեջ տեսնելու, ապրումի վերածելու պետք ունիս։ Եվ ես ինչու այսպես գտելատրեմ, թեև ես եմ քարոզողը, որովհետև եթե դու քարոզը առնես միայն մորֆինի պես, թմրեցուցիչի պես, որևէ բանի պես, կտեսնես, որ վերջավորության կցանցանաս, քարոզ մտիկ չնես, լավ մարդ չես դուն։ Հետևաբար բեք չկա այդպես շարունակելու հավատքի կյանքը, պետք է զորավոր լավ կետնի վրա անենք։ Շատ մահավատացյալներ կտեսնեմ, որ չանքով, աշխատանք դանելով, զգացումներով, ձեսերով կփորձեն Աստծո առջև գալ։ Աստծո ներկայության հասնել։ Չի գնարը լալադիկա։ Իրականության մեջ եթե այդ բաները անենք առանց իրականությունը ճանաչել, նույնիսկ մենք կրնանք բաներ անել, որ պիտի անարգեզինք։ Պիտի անարգեզինք։ Ես հավատացյալներու հետ խոսած եմ, ինձ ասան ես քեզի համար գուքամ։ Ինձ համար գուքաս ինչ է վաղ ես ինամն է տունա պիտի ինաս։ Ani ես ինգա թշպախտություն էր հավիտենականությունս գործընծուցի։ Տունալ պիտի ինաս։ Ինչ սել է ինձ համար գուքաս։ Տուն անձնական փորձառության պետք ունիս Աստծո հետ քո հարաբերությունը մշակելու։ Անգե վերջ մերիրալ, բայց Աստծո համար, ոչ մարդու համար։ Մենք ավելի զորավոր ենք, երբ մենք իրարու հետ ենք Աստծո համար, քան թե մենք իրարու հետ լանք իրարու համար։ Քանի օքե հասկացա։ Մենք ավելի զորավոր ենք, երբ իրարու հետ ենք Աստծո համար, իր գամքը կատարելու համար, քան իրարու հետ ենք միայն որովհետև այդպես անքիստ կսկանք։ Անոնհամար շատ ավելի լավ է, որ մենք գտնենք դերոճմով մեր ուժը։ Եթե ես դերոճմով իմ ուժս գտնեմ, դու դերոճմով քո ուժդ գտնես, անաբադին մեջ դու առանցին չես սկար։ Բայց եթե դու գտնվիս 1000 հոգի մեջալ, բայց դերոճմով չես գտած դու ով ես, դու գրնաս դակավի մեծ հավանականությամբ առանցինալ գտնվել, վիրավորված ալլալ, ամեն տեսակ հարցալ գրնաս ունենալ, թրջող մժեղեն գրնաս նեղանալ, քեշ նամակ առնել, վիրավորվել։ Հետևաբար դերոճմով ըլլալը ամենակարևոր բանն է։ Ես իմ կյանքս, իմ անձս, իմ միտքս, իմ զգացումներս, իմ աբակաս, իմ բարականերս գախյալ են Աստծո, ոչ մարդոցմե։ Ես քեզի չեմ ծառայել, որովհետև ես հովիվ եմ։ Ես քեզի կծառայեմ, որովհետև Աստծո ծառան եմ։ Ես քեզի խոսքը կփոխանցեմ իմ սիրտս, որ սորվեր է դերոճմեն, քեզի կթափեմ, որովհետև Աստծո գամքը կուզեմ անել։ Այլապես մարմինիս համար դու նստիլը շատ ավելի լավ դլար։ Երբ մենք կսկսենք իր ըսածներուն, բատվերներուն համապատասխան կյանք ապրիլ, բնականաբար մենք պիտի նկատենք, որ ավելի մոտ ենք իրեն։ Եթե կմտածես, կփորձես մոտենալ։ Ուրեմն հետևաբար սիրներ, խնդիրը այս բաժինի մեջ Աստծո բացակայությունը չէ։ Խնդիրը Աստծո բացակայությունը չէ, խնդիրը հավատքին եւ ապրված կյանքին միջև եղած բաժանումն է։ Հավատքդ եւ առօրյան իրար մե
բաժնված կաբրին, քո հավատքը իր ներդրումը չներ քո առօրյայիդ մեջը, անոր համար դու դժվարություն ունենաս։ Ինչքան մենք գդիրաբեդենք Աստծո խոսքին համաձայն, իր կամքին համաձայն քալելով մեր շունչին, մեր մտքին, մեր զգացումներուն, մեր փափակներուն, մեր կամքին, ինչքան գդիրաբեդենք, այդքան մենք Աստծո ներկայությունը ավելի փորձարական չափով կգիտնանք։ Շատ բարձ է, եթե նայես նոր հավատքի եկածադենդ եւ նայես վերջը, ինչ բաներ գրծար հաղթել, պիտի նկատես, որ բնականաբար եղեր են արդեն։ Երբ ներքին համոզումներդ գդիրաբեդվին դերոջ խոսքով, բնականաբար քո միտքդ կլուսավորվի։ Համոզումներդ կդառնան ավելի հլու, այսինքն սորվիլ կփապակիս, խոնարհություն հանցնգարնես, ինքնակլուխ չես շարժիր, հբարտ չես շարժիր, ամեն ինչ կսկսի դեպի լավ երթալ։ Աստծո ճշմարտությունները հասկանալու համար դու ավելի ընդունակ կդառնաս։ Որովհետև Աստծո խոսքին մեջ իր կամքին համաձայն շարժեցար, բնականաբար քո զգացումներդ սկսան դիրաբեդվել հոգևորեն եւ սկսան արտահայտվել հոգևորը։ Աստված փնավ իր ներկայությունը չի բարդատրեր մեր շունչին, մեր մտքին, մեր զգացումներուն, մեր կամքին, մեր փափակներուն։ Փնավ չի բարդատրեր, հաբա գհանտիբի մեզի, երբ մեր ներքին համոզումները համապատասխան են իր խոսքին։ Բնավ չի բարդատրեր իր ներկայությունը մեր շունչին, մտքին զգացումներուն, հաբա գհանտիբի մեզի, երբ մեր կյանքը եւ առօրյան համապատասխան գաբրի իր խոսքին։ Անոր համար է, որ Սուրբ Գիրքը շարունակ մեզի կխոսի եւ մեզի կհայտնե ժուժգալության մասին, արթուն գերբով հսկելու մասին, մտքի նորոգության մասին, Աստվածաշունչը շարունակ այս բաները գսե մեզի։ Հետևաբար Աստվածաշունչը հadouk վկայություն մգուտա այս մասին, քոնը երկու անձերու միջոցով, մեր Տիրոջ եւ Ենովքի մասին խոսելով գրնանք լավ տեսնել, Աստված կքալե իրեն հետ քալողին հետ, ոչ թե ջիկ ընողին հետ։ Ես շատ մի երդասարտներ կտեսնեմ գսեն, շատ չանք կթափեմ, որ մեղքի մեջ չինամ։ Խնդիրը այդ է արդեն, որ չանք կնես։ Ջիկ կնես, ջիկ ընելու բեք չունիս։ Աստծո հետ հարաբերությունը մշակելու պետք ունիս, ամեն արգելք պիտի գոդրվի, ամեն ազդեցություն ոտնագող պիտի ելա, ամեն օր դու քեզի հարցուր այսօր ես ինչ սորվեցա դերոճմեն, մի գարթար միան, մի աղոթեր միան, ամեն օր այս հարցումը հարցուր դու այսօր ես ինչ սորվեցա իր մե, անցյալին ես որ կգարթայի լավ կսկայի, ժամանակ մի եկավ գարթալը ինձ այլևս լավ չսկացներ։ Ժամանակ մի եկավ միան աղոթել ինձ լավ չսկացներ։ Ես պետք ունեի գարթալեն յետքը նաև իր մեն նոր փամը սորված լայի։ Պետք է աղոթելեն յետք իր ներկայության մեջ գտնված լայի, այդ ապրումը, այդ ուղությունը իմ մեջս փամը փոխվիլը զգայի։ Հետևաբար չի բավեր որպես բարդականություն։ Պետք է նաև իր ներկայությունը իրապես աստե եւ դիրե։ Տեսեք, Ենով կսե ծննդոց գիրքի մեջ Աստծո հետ քալեց, չէ՞, մինչև որ չգտնվեցավ այլևս։ Մինչև որ այլևս չգտնվեցավ, ինչպես քալեց արդյոք։ Եթե նայենք աստվածաշնչական եբրայերեն արմատներում մեջ, քալելը բնավ այդպես չէ, Աստված դեղ մգերտար Ենով որոշեց հետը քալել։ Կանեք էդս է։ Այդպես չէ, որ Աստված դեղ մգերտար Ենով կսավ ես ալ հետդ պիտերտամ, հալելույա։ Այդպես չէր։ Ենով Աստծո հետ քալեց իր սրդի մեջ։ Իր սրդի մեջ հանցնվելով, ենթարկվելով, սկզբունքները ընդունելով, բադվերներուն համաձայն իր կյանքը գրթելով, մարզելով, ամեն ինչ ներքնաբես գառուցեց, հիմնեց Աստծո գամեցած ցևեն չշեղելու համար։ Ասե եբրայերեն արմատը, որ մենք բացատրություն կստանանք իր մե։ Ուրեմն Ենով Աստծո ներկայության գտնվելու համար ձեզ չգադարեց, բարդականություն չրավ։ Գիտեք, ինձ համար Ենովքը
Կարևոր անձնավորություն է, թեև իր մասին շատ քիչ բան դրված է, թեև Ենովքի քիրքը ընդհանրապես ընդունված չէ եւ ես անգամ շատ չեմ հաջիր ամեն ինչ կարդալու համար, որովհետեւ Աստվածաշունչին փունքիցեն քիչ մը գշեղե հոնդերի դեղեցությունները, բայց ինձ համար մագանորեն իր կյանքը ժամանակը, որում մեջ ապրեցավ, շատ հետաքրքրական է եւ իր նվիրումը Աստծո հետ քալելու շատ հաճելի է եւ հետաքրքրական է, որովհետեւ Ենովքը Աթամեն վերջ 5-րդ անցն էր եւ ինք ապրեցավ Աթամի օրերուն մոտ 50 տարի։ Այսինքն 50 տարի իր առաջին 50 տարին Աթամ դեռ ողջ էր։ Եբրայեցիները կհավատան, որ մեծ հավանականությամբ ինքը հանդիպեցավ Աթամին։ Լման պատմությունը փոխվեցավ, իր կյանքին մեջ մեծ ներդրում եղավ։ Եթե հանգարց ադիգա իրական էր, ուրեմն Աթամ իրեն ինչ պատմեց։ Բաշտամունքի ձեսը չբացատրեց իրեն, չգար։ Աստվածաշունչի սերտողություն չրավ իրեն, չգար։ Աթամ իրեն պիտի պատմեր մեկ բան, ինչպես ինքը ստեղծվեցավ Աստծո մատներով իր նմանությամբ եւ ինչպես Գաբրիել նախքան ինալը եւ ինչ եղավ որ ինքը մեղքը կործեց արդեն բավարար է ասիգա եւ Ենովքին հավատքը բռնվեցավ ադոր սավ ես կյանքիս ընթացքին ուրիշ մեկում հետ չեմ կալեր ըստ երևույթին կյանքը որ մենք այսօր գտեսնենք ինչպես որ գտեսնենք իրական կյանքը չէ մեր մեղանչական բնությունը Աստծո ստեղծեր է ես Աստծո հետ պիտի կալեմ եւ որոշում արավ որ չշեղի իսկ Աթամի որդին Սեթին որ Աթամին որդին էր ուղղակիորեն իր ամբողջ կյանքի ընթացքին ծնել են մինչև մեռնիլը Սեթին օրերուն մեջներ այսինքն նորեն ինչքան որ Աթամ պատմած ըլլար Սեթին բնականաբար պատմած էր ինչու ասենք մենք լիբանանցի ենք, նաև մենք հայաստանցի ենք, մեր բզիկներում մենք կպատմենք, չէ, մեր ընտանիքը, մեր պայմանները, մենք ուր գերտանք, մենք ինչ կնենք, Աթամ ալ պատմեց իր զավակներուն։ Մենք ինչպես ինգավ, ինչու համար հիմա զողը բան չէ, ինչու համար ապելին ըսավ զոր է, ինչու համար գայանին ըսավ զոր է, ինչու համար մենք եղբոր մասին կխոսենք, որ չենք տեսներ վիթարցներ սեթը։ Չէ՞։ Պատմեր Հետևաբար Սեթի օրերուն ինք ողջ էր եւ Սեթ անգամ գրնալալ իրեն կյանքի մեջ ներդրում հրավ։ Գրնակ տեսնել Աստծո հետ չկալեց ձեսով, Աստծո հետ կալեց նվիրումով, հանձնվելով, ներքնաբես իրեն հետ կալելով։ Դեր Հիսուս չսավ բնավ գերտամ հորմոտ զինք գտնելու։ Չեմերտար զինք գտնելու։ Ինչը սավ Ես հորս մեջ եմ եւ հայրս իմ մեջս է։ Ես իր մեջն եմ, ինքը իմ մեջս է, մեգություն գաբրինք մենք։ Ես իրեն փնտրելու համար դեղը չեմ երթար, իմ մեջս կնայիմ։ Ինքը մեջս է։ Դեսեք Աստվածաշունչի հայրերեն այս մեկը գսե Իսահակ ասորին գսե Աստված քեզ մե դուրս մի փնտրեր։ Գսե մդիր քու ներքին սենյակը եւ հոմ պիտի գտնեսինք։ Անորամար ինքը այդպես Աստված փնտրելու ջամփորդություն չեր արած, կացած էր առանցնացած իր մեջը փնտրելու։ Ես կտեսնեմ, որ մեր մեջ աշխարհեն մեծ է։ Անոք եդես է, աշխարհեն մութ է։ Մենք դուրսի լույսը վարել գուզենք, բայց մեր մեջի լույսը շատ անգամ շատ ավելի մութ է, շատ ավելի խորունգ է, շատ ավելի թանցր է։ Երթանք եւ փնտրենք մինչեւ որ իրեն գտնենք, որովհետեւ առօրյան մեր անձը, մեր զգացումները գմտնցնե, գմթակնե, գդրտմեցնե, գնեղացնե, ամեն տեսակ կփորձե մեզի ավրել, խանգարել։ Աշակերտները Գործարակելոց 2:42-ի մեջ կտեսնենք նվիրված էին իբրև առաջին եկեղեցի։ Անոնց համար զգացական խանդավառությունը չէր իրենց նվիրումը, ապա Տիրոջ հետ միությունը բահելու եւ այդ քայլերով ապրելու աշխատանք էր եւ գսե դերը օրե եկեղեցի մեջ բրգվածներուն թիվը գավելցներ։ Նաեւ գսե Անդոն մեծը
Մդիր ներքին սենյակդ եւ հոն պիտի գտնես ամեն բան։ Եկեղեցու հայրերը, եթե իրենց պատմությունները գարտակ, պիտի նկատեք գսեն գետրոնացած են եւ համացայնապար գսեն, Աստված աղմուկեն գեհերանա ոչ թե մարդոցմե։ Եվ անոր համար է որ այս փորձառությունը մարդիկ կունենան։ Գիտեմ որ Աստված իրենց է, իրենք Աստծո են, իրենք բրգված են, բայց Աստծո ներկայությունը չեն զգար, հերու կզգան իր մե։ Որովհետև աղմուկ կա։ Աստված աղմուկեն գեհերանա, թեև մարդոց մեջ հերանար։ Հետևաբար աղմուկի եթե չմարես, իր ներկայությունը չես վայելեր։ Աստված գահիտնվի գարկավորված սրդին, աղոտքի բաղ ունի, գարտալու ժամ ունի, ամեն ինչի ժամ ունի, հարմար, գարկավորված սրդին եւ գսկսի ադիգա քու մեջդ ավելի աջիլ։ Հետևաբար հավատարիմ մնա խոսքին հանդեպ հավատարիմ Տուն քեզի խոսքին հանդեպ հավատարիմ բահե, գենցաղդ խոսքին համացայն կձե, աբրե խոսքը ամեն օր, եւ Աստծո ներկայությունը ձանոտ պիտի դառնա քեզի։ Տուն հանգարց պիտի սկսի սկալ, ես գիտեմ իրեն։ Ոչ թե իր մասին գիտեմ, ես իրեն գիտեմ։ Փորձե։ Անցդ իրեն համար դրամատրե, խոսքին մեջ արորիատ բահե, սիրտդ գարկավորե ամեն կերպով, դու պիտի ունենաս այդ փորձառությունը, ես իրեն գիտեմ, ոչ թե իր մասին գիտեմ։ Շատեր կսեն, միտքս համարներ չեն մնար, ինչ կարևոր է համար մնա միտքդ։ Եթե ինքը մեջդ մնա, փորձառությունդ իրեն հետ լա, իր խոսքերը դուրս կգան քեզ մե։ Դու կմոռնաս, որովհետև միտքդ մարդկային է, բայց ինք չի մոռնար, ինք խոսքն է։ Այսինքն եթե իրեն հանդիպիս բնականաբար խոսքը դուրս կելը։ Երբ առօրյա կյանքդ հագասե խոսքին, ներկայությունը հերու կտվի քեզ մե։ Բայց քո առօրյատ երբ խոսքին համացայն համապատասխանը լա, իր ներկայությունը ավելի ըմբռնելի կլա քեզի, ավելի շուտ գրնաս հասկանալ, ըմբռնել։ Տեր Հիսուս կսե ով որ կսիրեզիս, խոսքերս կկործադրե, հայրս ալ պիտի սիրեզայն եւ ես ու հայրս անոր պիտի կանք եւ անոր հետ բնագինք։ Հնազանդությունը սիրելիներ առանցին Աստծո ներկայությունը չի շահիր, որովհետև ներկայությունը բարձորեն բացահայտ կդառնա մեզի։ Այսինքն փորձենք չանք ընել հնազանդիլ, որպես իր ներկայությունը շահենք։ Ներկայությունը արդեն մեր մեջն է։ Անիգա մեզի բացահայտ կդառնա, եւ որ մենք իր ջամփում մեջ, իր խոսքի մեջ, իր ցևի մեջ կգալենք։ Մեր գետրոնացումը գրոնականեն վերցնենք, մեր ներսիտին իր ներկայությունը բացահայտ դարձնելու դանինք։ Աստծո ներկայ գարտամ այս մի քանի գեդերը քեզ։ Աստծո ներկայությունը հոգևոր նպատակագետ մը չէ, որ կհասնիս, հաբա հոգևոր վիճակ մն է, որ քեզի բացահայտ կդառնա։ Ներկայությունը չանքով ցերկ չի բերվիր, հաբա անոր գամքին համացայն ներտաշնակ կյանքը ապրելով։ Ներկայությունը ժամանակ առ ժամանակ մտնելիք դեղը չէ, որ դու ադենքով կմտնես։ Հաբա ամեն օր ապրվող փորձարական ժամանակ մնե։ Երբ ներքին կյանքդ գարկավորված լա, բնականաբար քու միտքդ նորոգվելու կսկսի։ Եվ երբ միտքդ կնորոգվի, կյանքդ խոսքի միջոցով կցևավորվի։ Հետևաբար կարևոր է այս ուղղությամբ քալել։ Աստծո ներկայությունը հետևաբար այլևս մի փորձեր փնտրելով հասնելու, որովհետև անիկա դեղ մնե, ուրգե կսկսիս ապրիլ, ոչ թե հոն կհասնիս։ Նախ կբացահայտվի քեզի եւ անիկա գործեքրես, անոր կփաթվիս, անոր կհանցնվիս եւ անք գեդեն կսկսիս ապրիլ, առանց արդոնելու որ ուրիշ օդար բաներ ազդեն եւ դիրեն քո վրա։ Ամեն։ Ուրեմն մենք բոլորս Աստծո ներկայության մեջն ենք։ Բարձորեն այդ ներկայությունը պետք եղած չափով չի կառավարեր մեր կյանքը։ Լրացուցած են մեր զգացումները, մեր առօրյային ուշադիր դառնալով լրացուցած ենք։ Փորձենք մեր առօրյային թեմ Քրիստոսով աշխատանք տանել,
որովհետեւ ներկայություն ավելի բացահայտ լա մեզի։ Ամեն։